Հաշվետվության մեջ նշվեց, որ 25 թվականին դատարան եք ուղարկել 2708 ոնց որ քրեական գործ։ Եվ միևնույն ժամանակ նշվեց, որ դատաքննության ընթացքում վարույթում քննվել է 10,000 քրեական գործ։ Այսինքն սրանից բխում է, որ այդ 25 թվին 2708 գործ ուղարկել եք եւ դրանից 4 անգամ շատ գործ է դատարանը քննել, այսինքն նախորդ տարվա քրեական գործերը։ Սրանից չի բխում, որ դատաքննության ընթացքը այդ քննության ժամկետները լրիվ անտրամաբանական երկարաձգվում է, որտեվ պատկերացրեք, եթե 4 անգամ շատ, ապա հաջորդ տարի կլինի 5 անգամ շատ, սենց ուր կհասնենք, ձեր մեկնաբանություն։ Խնդրեմ, տիկին դատախազ։ Երեք, էլի տա։ Չի լինի, որ հերթականությամբ գնա։ Այդ ձև, Դուք կարող եք հերթականությամբ գնալ, բայց դուք միայն մեկ արձագանքի հնարավորություն եք ունենալու, եթե նախընտրում եք արձագանքի ժամանակ ձեր մյուս հարցը տալ, խնդիր չկա։ Նորից զեկուցման մեջ նշեցիք, որ նախորդ տարի քրեական գործերի այդ միջդատական վարույթում բացահայտմանը հանցագործությունների 29%-ն է, չէ՞ կազմում։ Եվ մի քիչ էլ բարելավել են դրա նախորդ տարվա հետ համեմատած։ Նախ ստեղ չնշվեց, թե այս 29%-ի մեջ ինչ մասնաբաժին ունեն ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման տոկոսը, սպանություն, դրանց փորձերը, ավազակային հարձակում, ծանր մարմնական վնասվածք։ Եվ ինչ եք կարծում, մի քիչ շատ ցածր չի բացահայտման տոկոսը, ընդամենը 29%-ի հետ կապված է։ Եվ վերջի հարցը։ Ճիշտն ասած, ձեր զեկուցման մեջ հիմա չնշվեց, բայց ոնց որ թե հրապարակվել էր կայքում, մեր փորձագետները տվյալներ էին հանել, տրամադրել են, որ գործող ձեր բնագավառի աշտանքի բնագավառին բնութագրող, այսինքն 25 թվականին դատախազության կողմից քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացվել է հետաքննություն նախաքննություն իրականացվող 426 անձ, եթե ճիշտ է դա, որը մոտ 200-ից ավել քանակով ավելի է, քան թե նախորդ բանը։ Ճիշտն ասած, ես հիմա չգիտեմ, թե այդ երևույթներին ոնց է նայվում շատ թեթև, բայց ըստ էության իմ մոտեցումը նա է, որ միշտ դենց է եղել, դա շատ արտառոց դեպքեր են նախաքննության հետաքննության ընթացքում, երբ որ վարույթ իրականացնողին հեռացնում են, դա արտառոց դեպքեր են։ Ստեղ թե կապված է հեռացվածը Համբարձման փորձ եք ավարտել, արդեն ամփոփել։ Թվի մեջ չերևում, թե ինչ պատճառով է հեռացված, անգրագիտության համար, թափթփվածության համար, դիտավորյալ պաշտոնական դիրք չարաշահելու եւ այլն, եւ այդ անձանց նկատմամբ ինչ միջոց է ձեռնարկվել, որովհետեւ այսինքն առնվազն ամենակիչը պետք է միջնորդագիր գրված լիներ եւ դրանք պատժված լինեին առնվազն կարգապահական վարույթի պայմաններում եւ նաեւ այդ ընթացքում վարույթ նախաձեռնվել է այլ առավել արտարոց սա։ Խնդրեմ, տիկին դատախազ։ Շնորհակալություն, ճիշտ դիտարկում եք անում առաջին հարցադրման հետ կապված 10,000-ից ավելի գործ կա դատարաններում, այս թիվը աճելու է, որովհետև մեր կողմից դատարան ուղարկվող գործերի թիվը չի նվազելու։ Ես նշեցի, որ նույն ծանր առանձնապես ծանր հանցագործությունները ավարտելու եւ դատարան ուղարկելու հիմքով են դատախազները խրախուսվում եւ այդ թվում առաջխաղացման ներկայացվում, այսինքն մեր գնահատման չափանիշները քանակ գործի վրա չի, որակ գործի վրա է հենված ու ես կարծում եմ, որ եթե դատարաններում գործերի քննության տեմպերը չվերանայվեն, սա ի վերջո բերելու է տեսանելի բացասական հետևանքների։ Եթե ես չեմ սխալվում, Արդարադատության նախարարությունը նախագիծ ունի ներկայացված, չգիտեմ արդեն հասցրել եք քննարկել թե չէ, կառավարությունում առնվազն նիստով ներկայացվել քննարկվել է եւ նաեւ մեզ էր կարծիքի ուղարկվել, որ հստակ ժամկետ են դնում դատաքննության համար, ի տարբեր նույն ձև ոնց որ դրել են միջդատական վարույթի համար։ Սկզբից իհարկե սա
ստրեսային իրավիճակ է, որովհետև երբ որ նախաքննության վրա ժամկետներ էին դրվում, մենք էինք մտածում, որ չենք հասցնի եւ շատ խնդիրներ կունենանք, բայց իրականում ժամանակի ընթացքում ռիթմը ընկնում այն վիճակին, որ դու հասցնում ես այդ գործերը ավարտել ու ես կարծում եմ, որ նախարարության այս նախագծի արկայության պայմաններում այդ կոլապսը չի լինի։ Հիմա նույն հակակոռուպցիոն դատարանում ունենք այդ խնդիրը, որովհետև չի պակասում մեր կողմից ուղարկվող գործերի քանակը ու դա բնավ կապ չունի քննության որակի հետ։ Այն գործերը, որոնք ենթակա չեն դատարան ուղարկել, ուղղակի չեն գնում դատարան ու ես թվերով դրանք նշեցի, որոնք միջդատական վարույթում լուծվում են, բայց միևնույնն է, օրինակ 300 գործ հակակոռուպցիոն դատարանի համար այդ արդեն լուրջ ծանրաբեռնվածություն է։ Այս առումով դիտարկումը մենք էլ ենք կիսում ու կարծում ենք, որ նախարարության այս նախագիծը պետք է որ հարցը կարգավորի։ Բացահայտման մասով պարոն Համբարձումյան, ստեղ մի նրբություն կա։ Բացահայտման հասկացությունն է փոխվել։ 2022 թվականին, երբ որ ես նոր ստանձնում եմ այս պաշտոնը, բացահայտում հասկացությունը միջդատական վարույթն իրականացնող մարմնի եւ հատկապես հետաքննության մարմնի համար էր, որ հետաքննության մարմինը գիտի ով է անձը։ Բայց այսօր մենք նաև ներքին գործերի նախարարության մեր գործընկերների եւ նախարարի հետ շատ արդյունավետ աշխատանքի արդյունքում փոխել ենք բացահայտման հասկացությունը, դրա համար է թիվը փոքր։ Մենք որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, այսինքն քրեական հետապնդման հիմքով ենք համարում, որ ունենք բացահայտված դեպք։ Եվ սրանով է պայմանավորված, որ այո, նախաքննական մարմինը կարող է իմանալ ով է այդ հանցանքը կատարել, բայց ապացույցները բավարար չլինեն կամ օրինակ նույն իրավիճակում ապացույցները վերցված լինեն անփույթ եւ հնարավոր չլինի գործը պատշաճ ներկայացնել դատարան, դա մենք այս հաշվարկների մեջ չենք ներառում։ Կարծում եմ դա իհարկե դիսկոմֆորտ է ներքին գործերի նախարարության, ոստիկանության մեր գործընկերների համար, բայց գոնե մեր կարծիքով արդարացի իրավիճակը արտացոլում է։ Այսինքն անձ, որին մասին կա տվյալ, որ արել է հանցանք, այդ անձի վերաբերյալ կա առնվազն դատարան ուղարկված վարույթ։ Հարաբերակցության մասով հիմա ես կդժվարանամ հիշել, բայց վստահ եմ մեր մոտ արված կա լիագումար նիստի ժամանակ կամ ձեզ առանձին գրավոր ոնց հարմար է կուղարկեմ հարաբերակցությունը, որովհետև մենք ծանր առանձնապես ծանր հանցագործությունների վրա ենք հենվում, երբ որ դատախազների արդյունավետությունն են գնահատում, հիմա հուլիսի 1-ին գնահատելու ենք ու դրա հիման վրա արդեն որոշելու ենք, թե դատախազներից ով է ենթակա առաջխաղացման, ով է ընդհանրապես որպես դատախազ անարդյունավետ աշխատում, նույնիսկ եթե ձեզ հետաքրքիր է, դա լրացուցիչ ուղարկեմ, հիմա անգիր չեմ հիշում։ Եվ ձեր երրորդ հարցը, որը վերաբերում էր ոչ պատշաճ նախաքննություն իրականացրած անձանց վարույթից հեռացնելուն, այո, ունենում ենք իրավիճակներ ու հաղորդման մեջ էլ դա կա նշած, որ նույնիսկ ծառայական քննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ են ուղարկվում քննչական մարմիններին, ունենք նախաձեռնված քրեական վարույթներ կեղծիքների հետ կապված, նույն ապացույցների, վկաների վրա ազդեցության հետ կապված։ Այս մասով դա մանրամասն չեմ ներառել հաղորդման մեջ, եթե ձեզ լրացուցիչ հետաքրքիր են հիմքերը եւ ընթացքները, դա կարող ենք առանձին ձեզ գրավոր տրամադրել։ Այդ որ սկսեի գրել, հաղորդումը 160 չէր լինի, ավելի շատ կլիներ։ Հուսամ կարողացա պատասխանել, այդ երկուսի վերաբերյալ տվյալները լրացուցիչ կարող ենք տրամադրել։ Ունեք արձագանք, խնդրեմ, իհարկե։ Նախ գիտեք, ինձ թվում է երևի ես եմ կյանքից հետ մնացել այդ տվյալների հետ կապված, օրինակ, որ նշում եք այդ հանցագործությունների բացահայտման չափանիշները փոփոխվել են 22 թվականին, հիմա հիմք եք հանդիսանում մեղադրանք առաջադրելը, հա։ Այդ մինչև 18 թվականը հանցագործությունները բացահայտված էին համարվում հենց առաջադրված մեղադրանքի պայմաններում, թե հետո նորից այդ ում խելոք գլխով է այդ միտք առաջացել, որ օպերատիվ աշխատողը գիտի ով է հանցագործը եւ դրանով են համարել բացահայտված ու տոկոս հաշվարկել, ճիշտ ասած դա մի քիչ բավականին, չգիտեմ, վիրավորական չլինի մարմինների համար, դա ծիծաղելի է, էլի, պարզապես ծիծաղելի վիճակ է հանդիսանում, եւ այդ պայմաններում եւ այս չափանիշը հենց ես նկատի ունեի ոչ թե այն իմանալու, այլ մեղադրանք առաջադրելու հիմքով բացահայտված համարվող տոկոսը 29%, մի քիչ անհամաչափ շատ ցածր ցուցանիշ է այդ աշտանքը կատարողների գնահատականի համար, անչափ շատ եւ չարդարացված, ես դա եմ ասում, եւ մեկ էլ մյուսը, որ նշեցիք այդ 426 վարույթից հեռացվածները, իհարկե դա հետաքրում է, որտեղ սա իրոք արտարոց պետք է դիտվի, մեր մոտեցումը մենք ոնց են գնահատում, եթե վարույթ իրականացնողի նկատմամբ թերացումների վրա ազդելու բավականին այլ միջոցներ կան, բայց հեռացումը ծայրահեղ միջոց է, եթե սա եղել է, ուրեմն դա
անչափ արտարոց դեպքեր են եղել եւ դրա հետևանքներն ու արձագանքները ոչ միայն ոչ թե տոկոսային, այլ կոնկրետ թվային տեսքով ցանկալի կլներ, որ հնչեցվեր։ Այդքան բան։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Ոնց ասեցի, ձեզ կտրամադրենք եւ բացահայտման ցուցանիշը այո, ավելի լավը կարող է լինել։ Ես այդտեղ բանավեճ չունեմ։ Եվ մեր նպատակն էլ այն, որ վարույթի հենց ամենասկզբից հետևողական աշխատանք իրականացվի, որպեսզի նաև փնթի նախաքննության արդյունքում չունենանք ապացույցների կորուստ։ Օրինակ մարդու դեմ ուղղված հանցագործություններում, ինձ լավ գիտեք, այդ իրավիճակները շատ են լինում։ Շնորհակալություն։